Հարգելի ստատիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, նախ մի հատ հասկանանք ընդհանուր պատկերը արդեն նոր ձևավորվող խորհրդանի պարզ է, կենտրոնական հանձնաժողովը մանդատները բաշխեց, հա, այ հետևել եք կազմին, կան նաև ինքնաբացարկի միջնորդություններ, օրինակ այսօր, հա, անձեռնամխելիությունի զրկելու միջնորդությունը բավարարվեց Նարեկ Կարապետյանի, սրան, հա, զուգահեռ կալանքի միջնորդությունը մերժվեց, այ եթե ընդհանուր այս պատկերը ամփոփենք ցուցակը, ինչպիսի խորհրդարան որակապես, ինչպիսի խորհրդարան է մեզ սպասվում առաջիկայում, ուժեղ են լինելու, ընդդիմադիր թևը, այսպես ինչ ռեսուրսներ ունի։ Աշխարհում ցանկացած պետության խորհրդարան, եթե մեծամասնություն կազմող ուժը մեկ ուժ է եւ այդ կուսակցության նախագահի, խմբակցության եւ խմբակցության անդամների պատասխանատվությունը ու պարտաճանաչությունը 100% է ընդունած որոշումներում դեմ չքվեարկելու, եթե կողմ պետք է քվեարկել, կամ դեմ քվեարկել, եթե կողմ պետք չի քվեարկել, ապա ցանկացած ընդդիմություն, որը փոքրամասնությունը միշտ պարտվելու է, հիշենք սա։ Եվ կապ չունի այդ ընդդիմությունը քանի մանդատ ունի։ Ընդհանրապես ասենք իշխանությունից 1, 2, 3, 4, 5 մանդատ է պակաս, թե ավելի շատ։ Իշխանությունը, նորից եմ ասում, եթե Բուրգաձև կառույցը այդ խմբակցությունում, խմբակցության ղեկավարի, խմբակցության անդամների եւ կուսակցության ղեկավարի զինվորական կարգ ու կանոնով կատարվում է, ապա ընդդիմության ցանկացած ընդվզում այնքանով որքանով է։ Որոշումը կայացվեց քաղաքապայմանագրում, բոլոր կողմ քվեարկեցին կամ բոլոր դեմ քվեարկեցին, դրանով թեման փակվում է։ Սա ցանկացած աշխարհի ցանկացած պետության լուծելու ազգային ժողովում ընդդիմադիր թևը։ Եթե այդպես իշխող մեծամասնությունը ինչպես է, այդպես լինելու է։ Այդպես է, բոլոր տեղերում այդպես է։ Եթե մեկ կուսակցություն է, այսինքն եթե կուսակցությունների դաշինք չի, վտանգ այնտեղ կարող է լինել, որ կուսակցությունների դաշինքի ընթացքում կարող է դաշինքի անդամ միավորներից մեկը ընդունենք այլ որոշում կայացնել եւ մեծամասնության, պարզ մեծամասնության ձայներով չկարողանային որոշումներ կայացնել։ Իսկ քանի որ հիմա մեկ կուսակցություն է, իսկ այնտեղ ոնց որ թե կարգ ու կանոնը որոշումների ընդունման ժամանակ զինվորական է, նշանակում է, որ ընդդիմության գործառույթը ընդհանրապես եթե իրեն գտնում են, որ խորհրդարանը ընդունում է այս կամ այն իրավական ակտը, որը հակոտնյա է մեր ազգային պետական շահին, կամ ճիշտ չի այս պահին ընդունել, իրենց գործը խորհրդարանի ամբիոնը օգտագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրել վտանգների մասին, որպեսզի միջև իրավական ակտը խորհրդարանը քվեարկելը հանձնաժողովներով է անցնում, այդ հանձնաժողովներում կեցված դրսևորել դիմադրություն, անհրաժեշտության դեպքում նաև ժողովրդի ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ այդ դիմադրությունը ավելի առարկայականանալ, բայց գետնի վրա դες վստահեցնում եմ ցանկացած որոշում, եթե քաղաքապայմանագիրը որոշում է իրավական ակտ ընդունել իվան, ապա դա ընդունվելու է։ Ընդունման վրա խորհրդարանի ընդդիմությունը որևիցե ազդեցություն չունի կամ ազդեցությունը զրոյական է, այո։ Դա ասում են մեզ այնտեղ ժողովուրդը ուղարկել է, հա, մանդատ է մեզ տվել, որպեսզի այնտեղ կանխենք ազգակործան այդպես քայլերը, որոշումները, օրենքի նախագծերը։ Կանխելը լինում է քվեարկություն։ Որոնք չի բխում պետության շահերից։ Ես դրա համար եմ ասում, եթե ընդդիմությունը գտնում է, որ այս կամ այն իրավական ակտի ընդունման ժամանակ հետևանքները մեր պետության ազգային պետական շահին են հարվածում, ապա իրենք լավագույնս դա կարող են անել քարոզչական դաշտում։ Ինչպես կարող է ազդել քվեարկության վրա ընդդիմությունը։ Ասենք իշխանական խմբակցությունից падգամավորներ համոզել, այո, ես սկզբունքորեն դա բացառում եմ։ Կարող է մեկ падգամավոր, ասենք նախկին խորհրդարանը ուներ 1-2 падգամավոր, որը եւ իշխանական դաշտից ինչ որ ձևով այս կամ այն իրավական ակտերին դեմ էր քվեարկում, դա փաստորեն խմբակցության եւ կուսակցության կարգապահական խախտում է, եթե որոշում կայացնում է, ապա բոլորը նույն ձև պետք է քվեարկեն եւ կար ընդդիմությունից 1-2 падգամավոր, որը փաստացի իշխանական խմբակցության կողմից ներկայացած իրավական ակտերին էր կողմ քվեարկում։
Բայց կարծում եմ գործնականում որոցի ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև ունի մեծամասնություն իշխանությունը, սա պետք է ընդունելի գիտություն, լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, բայց այսպես է։ Պարոն Ապետյան, ես մի հարցի վերաբերյալ եմ ուզում խոսել, որը շատ մամուլում շրջանառվեց, բայց կարծես այդպես մեծ ուշադրություն չգրավեց, հայտնի դարձավ, որ TRIP հիմնադրամի տնօրեն է նշանակվել ամերիկացի ներդրող Կոստանտին Սոկոլովը, ով ունի ռուսական ծագում, ռուսական մեծ կապիտալ, բիզնեսի այդպես մեծ մասը փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Սա ինչ փոխկապակցվածություն, հա, այստեղ կա, ինչպես է դա ստացվում, ինչ ազդեցություն է ունենալ ռուսական կապիտալը TRIP-ի հետագայի վրա։ Ուրեմն ձեզ ասեմ, այդ նույն անձը, որը այո, ծագումը, եթե ծագումնաբանությամբ է, ինքը ռուսական ծագումնաբանություն չունի, հրեական ունի, բայց կապ չունի, ինքը Ռուսաստանում է, ասենք։ Բայց բիզնեսը մեծ մասամբ եթե տեսնում։ Հիմա բիզնեսի բաղով կասեմ, հա, հասկանալի է։ Ռուսաստանում եւս գոյություն ունի օլիգարխիկ համակարգ։ Այդ օլիգարխների սեփականությունը սովորաբար գրանցվում է որպես իրավաբանական անձ կազմակերպության, նաև բաժնեմասերը Լոնդոններում եւ Վաշինգտոններում կամ իրենց վասալ հանցացող եվրոպական պետությունների քաղաքներում կամ իրենց օֆշորներում։ Կապ չունի, նախ Սոկոլովի սեփականությունը, եթե Ռուսաստանում կա, բայց դա տեսականորեն գրանցված է որպես սեփականություն Միացյալ Նահանգներում կամ Բրիտանիայում կամ նրանց օֆշորներում, դա Ռուսաստանի սեփականություն չի։ Օրինակ Ռուսաստանում մինչև վերջերս օդանավականներ կային, որը սեփականություն հանձնանում էր ոչ Ռուսաստանի Դաշնությանը։ Ասենք եվրոպական երկրների սեփականություն էր, բայց օդանավականը ֆիզիկապես գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ սեփականատերը ոչ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր։ Տվյալ դեպքում Միացյալ Նահանգների քաղաքացին այո ունի սեփականություն Ռուսաստանի Դաշնությունում, որը գրանցված է Միացյալ Նահանգներում։ Ինքը կարող է ունենալ շատ կառույցներում բաժնեմասեր։ Հիմա կարող ենք ասել, որ ռուսական կապիտալը եւս այդ նշանակով ոչ, դա ռուսական կապիտալ չի, դա Միացյալ Նահանգների կապիտալ է։ Անձը նախ Միացյալ Նահանգների իրավունքի դաշտում է որպես քաղաքացի, իսկ իրավաբանական անձինք, որոնք որ տնտեսվարող գործունեություն են իրականացնում, դրանք Միացյալ Նահանգներում կամ Եվրոպաներում գրանցված կառույցներ են, եւ հետաբար այդ պետությունների սեփականությունն են։ Կապ չունի գույք անշարժ թե շարժական ակտիվները որ պետությունում են։ Այստեղ կարևորը ֆիզիկապես գտնվելը չի, կարևորը թե այդ իրավաբանական անձը սեփականատերը որտեղ է գրանցված, գրանցման վայրն է որոշում։ Օրինակ, նույնը ֆիզիկական անձանց մոտ։ Օրինակ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ինչով է դա երևում։ Անձնագրով։ Իսկ անձնագրի մեջ կա նաև գրանցման հասցեն, ճիշտ է։ Գրանցման հասցեն է ցույց տալիս ես նաև որ պետության արժև ունեմ իրավունքներ եւ պարտականություններ։ Նույնը իրավաբանական անձանց է վերաբերում գրանցման հասցեն։ Նույնպես որ ամերիկյան գումարները երբ որ գալիս են այստեղ, այսինքն ավելորդ է սրա վրա շեշտադրումը։ Ինչ շեշտադրում։ Ռուսական Ես նորից եմ ասում, կապիտալը ամերիկյան է։ Հիմա ամերիկացիները աշխարհի բոլոր պետություններում ունեն սեփականություն։ Ֆիզիկապես այդ պետություններում կա սեփականություն, բայց գրանցված է Միացյալ Նահանգներում կամ իրենց օֆշորներում։ Դա Ամերիկա պետության սեփականությունն է, այս կամ այն մասնավոր անձի անունով գրված, եթե մասնավոր է կամ կարող է խառը լինել, հա, մասնավոր եւ պետական, կարող է պետական լինել։ Ուզում եմ ասել, այդ բոլորը որտեղ որ գրանցված է, դա է ցույց տալիս սեփականության իրական տերը պետության անունով։ Դե հիմա եթե օրինակ այն տնտեսվարող սուբյեկտը, որը Տրամպի ուղում գործ պետք է անի եւ գրանցված է Միացյալ Նահանգներում, դա Միացյալ Նահանգների սեփականությունն է։ Կապ չունի, որ այդ ֆիզիկապես այդ տարածքը կոմունիկացիան կամ այդ տարածքում տեխնիկական միջոցները որ պետության տարածքում են գտնում։ Կարևորը թե տնտեսվարող սուբյեկտ սեփականություն որ պետությունում է գրանցված։ Իսկ դա գրանցված է Միացյալ Նահանգներում, հետաբար այդ պետության սեփականությունն է։ Կարգը այդպես է։ Պարոն Ապետյան, ինչ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմավարական համագործակցության հուշագիր է ստորագրել Գերմանիայի հետ։ Ու այսպես, հա, ուղղվածությունը ինչ ասենք, փոխում է դեպի արևմուտք, Ադրբեջան համագործակցությունը ավելի խորացնում է եվրոպական երկրների հետ։ Ես կարծում եմ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների համար ստեղծված աշխարհական վիճակը լավագույն ժամանակներն են։ Ինչ առումով։ Գոնե նվազագույն այն, որ
աշխարհում շատ պետությունների համար գազը որպես էներգիայի աղբյուր խնդրեմ կա ստանալու։ Օրինակ Եվրոպան երբ ժամանակին կանաչ կամ այսպես ասած էկոլոգիապես մաքուր հոսանքի արտադրության վրա նստեց, նույն Գերմանիան զրկելով իրեն ատոմականների կողմից տրվող արտադրող հոսանքի օգտագործումը, սա ասենք ստրատեգիական մեծագույն սխալ է։ Հետո բարձվեց հյուսային հոսք 2 գազամուղը պայթեցվեց, որը Գերմանիա էր գնում եւ ոչ միայն։ Նա Գերմանիան խնդիրներ ունի։ Գերմանիայից հիմնականում արդյունաբերող ընկերությունները, որոնք ավտոմոբիլաշինության վրա են նստած, հիմնականում դուրս են գալիս։ Ամերիկա, Չինաստան, այլ պետություններ, այսինքն Գերմանիայի տնտեսությունը այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է։ Ինչու՞, որտեղ նաև գազի խնդիր ունի, հոսանքի արտադրության խնդիր ունի։ Հիմա Ադրբեջանի հետ այդ մի շարք պայմանագրերը, որ կնքվել է, ստորագրվել է, օրինակ Գերմանիային Ադրբեջանը գազ է վաճառելու եւ ոչ միայն Գերմանիային, եվրոպական 10 երկրներին։ Ադրբեջանի եվրոպական երկրները մեծանում է Ադրբեջանից։ Ոչ թե մեկ ասում մեծանում է, ուղղակի կախվածություն մեջ են գտնում նաև Ադրբեջանից։ Ասենք մի քանի օրինակ Ադրբեջանը շատ ավելի էժան է վաճառում, քան ասենք հեղուկ գազը, որ գալիս է Միացյալ Նահանգներից Եվրոպա։ Եվ Ադրբեջանը իրենց համար ոչ թե գործընկեր է, այլ փրկիչ է։ Եվ հետաբար Ադրբեջանի ցանկացած պահանջ, որը վերաբերում է Ադրբեջանի ազգային պետական շահի սպասարկմանը, Եվրամիությունը առաջին հերթին հիմք կընդունի այս իրողությունը, գազի իրողությունը։ Ես ինչու եմ սրա ուշադրություն դարձնում, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-ինչ հարցերով ենթադրենք անհամաձայնություններ ունեն եւ դիմում են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում Եվրամիության կառույցներին, ես վստահաբար ասեմ, որ Ադրբեջանը դա 10-0 հաղթելու է։ Վստահաբար, որովհետեւ Եվրոպան նստած է նաեւ հիմա դրանից այս պայմանագրի ստորագրումից հետո նաեւ ադրբեջանական գազի ասերի վրա։ Ինչու՞ իր քաղաքական այսպես հետևանքները եւս ունենալու։ Վստահաբար, այո, վստահաբար կասկած չունենանք։ Եվ հետաբար եվրոպական բազմաթիվ երկրներ աչք են փակելու Ադրբեջանի ղեկավարի կողմից, աչք են փակելու մարդու իրավունքների Ադրբեջանում բազմաթիվ ուրեմն խախտումների վրա, աչք են փակելու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Ադրբեջանի ապօրինությունների վրա, փակում են եւ փակելու են, իհարկե փակեցին, աչք փակեցին կասետային եւ ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, որ միջազգային իրավունքով արգելված է որպես զանգվածային ոչնչացման զենքի կիրառում, եվրոպական որոշիչ երկիր ի պաշտոնե պետական մակարդակով լինի օրենսդիրը թե գործադիրը կեցված չդրսևորեց Ադրբեջանի դեմ եւ չել դրսևորի, որտեւ շահն է առաջնային, իսկ եվրոպական երկրների շահը ադրբեջանական նստած է ադրբեջանական ասերի վրա։ Հայաստանն էլ Եվրոպայի համար գործիք է Ռուսաստանի դեմ խնդիրներ առաջացնելու։ Մեզ էլ այդպես են օգտագործում։ Նայեք, Հայաստանն էլ է ասում, որ այսպես ավելի ճիշտ Ռուսաստանը ասում է, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա գազի տրամադրման այսպես պայմանները ամբողջովին փոփոխվելու են, Հայաստանն էլ կարծես որպես այդպեսին այդպես ջանք ու երան չի խնայում, հա, այդ կապիտալը պահպանելու համար, ու այսպիսի տեսակետ կա, որ Հայաստանը եւս ցկտում է դեպի գազի առումով ադրբեջանական, այսպես ասած, իրենց կողմը, հա, ստանալու գազը, չգիտեմ։ Ես ասեմ ձեզ, ուրեմն քարոզչական դաշտում որոշ անձինք, որոնք բացարձակապես գաղափար չունեն, թե գազը ինչպես պետք է գա, որ գազամուղով գա, ինչ տրամագծով, իրանական գազի, ադրբեջանական գազի, Վրաստանով դեպի Հայաստան մտող գազամուղը ռուսական գազամուղ է, որը կարող է ցանկացած պահին թույլ չտալ, որ իր գազամուղով այլ երկրի գազ մտնի եւ այլն։ Սա մասնագիտական գնահատման առարկա է։ Ես անձամբ ունեմ այդ գնահատումը, իմ մտերիմներից մեկը այդ ոլորտի լրջագույն մասնագետներից մեկն է եղել եւ հիմա կա ուղղակի հիմա թոշակի է գնացել իմ ձեռքի տակ կա այն տեղեկատվությունը հիմնավորված թե ինչ ասել է ադրբեջանական գազը Հայաստան մտնել նման բան չի լինի մոտակա տարիներին
Եթե լինի էլ դա ռուսական այն գազամուղը, որը որ Վրաստանով դեպի Հայաստան գալիս է, դա ռուսական գազամուղ է, Ռուսաստանը որ պայն ցանկացավ որ այդ գազամուղով մտնի ադրբեջանական գազ, չի մտնի ադրբեջանական գազ եւ այդպես շարունակ։ Որոշ խելոքներ քարոզչական հնարքներ են օգտագործում, նորից եմ ասում, եթե անհրաժեշտություն լինի, ես այդ մասնագիտական գնահատականը հրապարակավ կարող եմ ուրեմն իմ էջերով տեղադրել, տարածել, որ բավական լուրջ գնահատական է։ Եթե անուն ազգանունը օրվա իշխանությունների պատկան կառույցների մասնագետներն են, իրենք հասկանան, թե որքան հիմնավոր գնահատական է այսպես կոչված իբր ադրբեջանական գազը Հայաստան մտնել։ Իրանական գազը տրամագծով խողովակը փոքր է, ու առավելագույն ասենք դեպի Երասխ կարող է հասնել։ Երևանի Երասխից էլ ինչ որ փոքր տարածություն դեպի Երևանի ուղղությամբ, բայց ոչ ավել, այսինքն Հայաստանի այսինքն այլընտրանք չկա ռուսական։ Այս բան չկա։ Եվ որոշ մտքի գիգանտներ կային, որ ամերիկյան հեղուկ գազ էին ուզում Հայաստան բերել, պատկերացնում եք։ Ես նույնիսկ եմ ասում, այդ անձանց ուղակի մեր բարեմաղթանքով դուղարկել խիստ մասնագիտական հաստատություն այդպես զննման եւ ներգործության համար, նման հիմարություններ դուրս տալու համար։ Եվ այո, ռուսական գազը անկախ դրանից մենք Ռուսաստանին ինչպես ենք դիտում, բայց ռուսական գազը այո, այլընտրանք չունի։ Բայց եթե Հայաստանի իշխանությունները արդեն վերջնական որոշան, որ հրաժարվում են ռուսական գազից, ասեն այդ պայմանները այլևս մեզ ձեռնտու չեն, եւ Ադրբեջանի հետ բանակցություններ տանեն։ Թող վարեն բարի գալուստ մի քանի տարի ցուրտ, շատ ցուրտ ծմերներ, տնտեսության ոչնչացում, այնպես ինչպես իդեպ Գերմանիայի, օրինակը պատական չբերեցի։ Գերմանիան, որ աշխարհի ավտոմոբիլաշինության առաջատար պետությունն էր, հիմա այդ պետությունում այդ գործարանների ճշոր մեծամասնություն փակվել են, մնացածն էլ այդ գործարանները վերապրոֆիլավորվել են որպես զենք զինամթերք եւ հրթիռներ արտադրող գործարաններ։ Եվ չկա գերմանական ավտոմոբիլաշինության մահախոսականը դրվեց ուկրաինական դեպքերի հետ կապված։ Եթե ուզում ենք մենք ընդհանրապես Հայաստանը գյուղմթերք արտադրող երկիր է եւ այն ինչ որ հիմա կատարվում է գյուղմթերքի շուկայի հետ կապված, խոսքս ռուսական շուկայի մասին է, հա, ես ասել եմ հիմա էլ վստահաբար ասում սխալ որոշում էր ըստ Ռուսաստանի իշխանությունների կողմից այդ սահմանափակումները։ Այո, այդ սահմանափակ։ Իհարկե, այնտեղ հիմնավորումներ կա որակի հետ կապված, իրոք որակի հետ խնդիրներ կան։ Ուղղակի ռուսական կողմը մինչև աչք էր փակում, հա, ինչպես ասում են, հիմա մասնագիտական ուզում եք ԵՄ գնաք։ Մասնագիտական խմբերի աշխատում են։ Դե հա, բան չունեմ ասելու, բայց պատկերացեք այսպես, գյուղացին տուժելու է, տնտեսվարող սուբյեկտը տուժելու է, եւ ինչ իշխանությանը ինչ, ավտորիտար ռեժիմում իշխանությանը ինչ, եթե գյուղացին տուժում է։ Միևնույն է, մի գյուղացի կտուժի 100,000, 10,000, 100,000, իսկ այսօր Հայաստանը հիմնականում գյուղմթերք արտադրող եւ վերամշակող երկիր է։ Սա մեկ հարցի մի կողմն է, ավելի ծանր խնդիր էլ կա։ Մեր գյուղատնտեսության ոչնչացումը առաջին հերթին ձեռք է տալիս մեր հարևան պետությանը, Թուրքիային։ Հայաստանը դառնում է Թուրքիայի գյուղմթերքի համար շուկա։ Այսինքն, եթե դու չես կարողանում արտադրել սպառել, որտեվ գյուղացին չի ցանկանում, որովհետև սնանկ է, որտեվ բանկերում գրավադրել էր իր հողերը, հիմա չի կարող վաճառել արտադրանքը եւ հետեւաբար պարտքերը փակելու դիմաց հիմնականում հողը կվաճառեն, իրենց որոշակի փոքր վերամշակող կառույցները արտադրամասերի տեսքով եւ դրանից հետո այդ հողերը կմնա բանկերին մեծ մասը, բանկերը հետո կվաճառեն, մրցույթ կհայտարարեն, Հայաստանում ընդունված կարգ է, չէ՞ մեկ անձին իրավաբանական անձից կամ ֆիզիկական անձից գնումներ կատարելը։ Այդպես կկատարվի, ասենք, մեր հողերը կգնի 1-2 անձ, հետո կվերավաճառի պահակա Թուրքիային։ Թուրքիան էլ այդպես քո ամբողջ տարածքների տեր ու տնօրեն կլինի։ Իդեպ ինչ որ ես ասում եմ, դա Թուրքիան արդեն առավել արդյունավետ կիրառել է վերջին 20 տարում Վրաստանի տարածք հանձնացող աջորիայում, այդ նույն ձևով։ Նվաճումը եւ օկուպացիան տնտեսությունից է սկսում։ Անում է նաեւ այսպիսի գործիքակազմում, եւ հետեւաբար Մոսկվայում կայացած որոշումը ըստիս հարվածում է եւ մեր երկրի գյուղացուն, տնտեսվարող սուբյեկտին եւ մեծ հաշվով մեր պետությանն է, բայց ոչ իշխանությանը։ Եթե ենթատեքստում նա էր, որ իշխանությունը պետք է ինչ որ ձևով իրեն ված գար
գյուղացիներ ճանապարհ փակեին, դժգոհություն, ընդվզում եւ այլն, դա այս իշխանության համար, որը եվրոպական երկրներից եւ Եվրամիությունից ունի կանաչ լույս ստացած Հայաստանում ցանկացած ապօրինություն ու բռնություն կատարելու, իր համար միևնույն է, մի գյուղացի ճանապարհը կփակի 10, 100, 1000, 10000, միևնույն է, վերջում ոստիկանական մահակ են աշխատացնելու, որտեղ ինքը ունի այդ իրավունքը ստացած Եվրամիության պաշտոնատար անձանցից։ Այս վերջերս էլ ընտրությունների այլանդակությունների ֆոնի վրա գալիս է Եվրամիության թիվ 1 չինովնիկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Փաշինյանի շնորհավորում է լավագույն ընտրություն կազմակերպելու մեջ։ Ահավասիկ, սա նշանակում է, որ Փաշինյանին թույլատրված է Հայաստան ներսում անել ամեն ինչ։ Սա պետք է ընդունել որպես իգիտություն, եւ մեր թիրախը սկզբունքորեն հարցերի լուծման առաջներթին ոչ այքան Փաշինյանը, որքան այն կառույցները, որոնք պաշտպանում հովանավորում են Փաշինյանի կառավարությանը եւ վարչակազմին։ Պարոն Հապետյան, եւ վերջում, այսպես լրահոս է, թե ամեն օր թերթենք, այ նույն կրկնվող սցենարը, կրակոցներ, զոհեր, դանակահարություն, այսպես շարունակ ու անգամ այսպես հա առանց տվյալներ ինչ որ ապարկելու ակնհայտ է դառնում, որ անգամ կենտրոնում տեղանքն էլ կապ չունի, տարիքային սահմանափակում էլ այլևս չի ճանաչում, հանցագործությունների թիվը ավելացել է։ Սա ինչով է պայմանավորված, աշխատանքով իրավապահների, հանցագործությունների մակարդակի։ Չէ, դուք իշխանության տեսանկյունից դուք իրավիճակը գլխիվար շուռ եք տալիս։ Իշխանությունը օրինակ կասի, ուրեմն այս կրիմինալ վիճակը բոլորը շարունակական ընթացքն է նախկինների կրիմինալ քրեացին վարչակազմի եւ այդ գործիքներով երկրում իրականացվող այսպես կոչված արդարադատությանը։ Իշխանությունները ամեն ինչ անում են, որ այդ վիճակը պակասի։ Ինչ որ դուք հիմա տեսնում եք, դա ոչ թե աճի միտում ունի, այլ պակասի։ Մեղավոր են նախկինները, իսկ իշխանությունները բավական արդյունավետ եւ խելացի կերպով պայքարում են հանցագործության դեմ, իր առաջին դեմք ներքին գործերի նախարարի տարբեր կառույցների, որոնք փայլուն կերպով իրականացնում են իրենց ծառայությունը։ Դուք իրավիճակը ինչու եք գլխիվար շուռ տալիս։ Իսկ իրատեսական սա հերթական ձախողումն է կառավարման տեսանկյունից այդ ոլորտի։ Հայաստանը ապրում է կառավարման ճգնաժամ, մեծագույն ճգնաժամ։ Իսկ դրա առաջին բնութագրիչը, երբ օրինակ իրավաբանը առողջապահության ոլորտ է ղեկավարում։ Օրինակ ինչու բանակում ծառայությունը չավարտած անձը չունենալով զինվորական կրթություն եւ փորձառություն նշանակում է պատերազմող երկրու պաշտպանության նախարար։ Այդ ոլորտը ոնց ցախողես այդպես։ Այսինքն ցախողման երկու ձև կա, կամ ինստիտուտները իդեմս կառավարության համապատասխան նախարարությունների փակվում են, ընդ որում Փաշինյանը դրա փորձը եւս ունի։ 2018-ին փակեց 3 կարևոր նախարարություն, գյուղատնտեսության նախարարությունը, կարծես թե Հայաստան գյուղատնտեսություն թամպես պետք չէ, մի քանի միլիոն դոլար տարեկան իբր աշխատավարձների վրա օգուտ ստանային այդ աշխատողների գումարը խնայելով։ Սփյուռքի նախարարությունը եւ մշակույթի 3 կարևոր նախարարություն, Հայաստանը հայությունը 2/3-ով գտնում է Հայաստանի սահմաններից դուրս, իսկ Սփյուռքի նախարարությունը այդ առումով շատ կարևոր նախարարություն է։ Հայաստանը աշխարհին հայտնի է իր մշակույթով, մեծ հաշվով, մենք որպես արժեք մշակույթն է, փակվեց այդ նախարարությունը, մի ձևը դա է փակելու։ Երկրորդը, երբ նախարարությունների գլխին նստում են մարդիկ, որոնք այդ ոլորտից բացարձակապես մասնագիտական առումով ոչինչ չեն հասկանում։ Դա քիչ է, տեղակալներն էլ իրենց նման են։ Եվ դրա համար ոլորտները պետք է ձախողվի։ Սպանություններ, կրակոցներ, ավտովթարների աննախադեպ քանակ, ավտովթարներից մահվան ելքով դեպքեր, բավականին մեծ, բանակում դեպքեր, չեն ասում, չէ, բանակում ինքնասպանությունների, սպանությունների դեպքը եւս։ Դա Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից չի։ Դե այդ բանակում այդ երիտասարդը վատ է դաստիարակվել կամ չգիտեմ ոնց, չգիտեմ ինչ։ Նորից եմ ասում, Հայաստանում բացարձակապես կոլապս է կառավարման։ Կառավարումը գիտությունների գիտությունն է, իսկ գլխավոր կառավարը չէ Աստված է, որը կառավարում է ամեն ինչ օրենքներով։ Եթե մարդը տարական գիտելիքներ կառավարումից չգիտի եւ կառավարումն ու ղեկավարումը իրարից չի կարողանում տարանջատել,
Բնականաբար այդ երկիրը կառավարման առումով ճգնաժամի մեջ է գտնվում եւ ձեր նշած ոլորտը եւս ճգնաժամի մեջ է։ Դա միայն չի վերաբերվում ներքին գործերի նախարարության աշխատանքին, ցանկացած ոլորտ այդ կոլապսի մեջ է։ Քանի դեռ ոչ մասնագետներն են ղեկի նստած, առաջին դեմքից սկսած գեղեցիկ խոսելը մարդկանց թվում է դա կառավարում իմանալն է։ Դա ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, եթե ոչ ամենաբարդը։ Չգիտեք, ուրեմն դե կորուստներ ունենաք, այդ թվում դուք, մենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւս։ Շնորհակալ եմ, պարոն Ապետյանի համար։ Ագերեստադիտողներ, մեր զրուցակիցը այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար զրույցին, կհանդիպենք։